Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հերթական հայտարարություններ տարածաշրջանային հաղորդուղիների վերաբերյալ, ինչ նոր հայտարարություն է արել Իլհամ Ալիևը Բաքվում։ Հայաստանի արտաքին ընտրության թեման շարունակում է բուռն քննարկվել, ինչպես է Փաշինյանը պատկերացնում հետագա գործընթացը։ Քարոզարշավի ընթացքում հերթական միջադեպն է արձանագրվել, ինչ է տեղի ունեցել Արարատյան զանգվածում։ Բողոքի ակցիա աջակցություն Արթուր Օսիպյանի, ինչ են պահանջում նախագահականի դիմաց հավաքված մարդիկ։ Հարձակվել է Նաիրի Հոխիկյանի վրա, ինչ է պատմում մեդիափորձագետը։ Լիբանանի շուրջ լարվածությունը նոր փուլ է մտնում, ինչ քայլեր է ձեռնարկում Իսրայելը։ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Բաքվում անցկացվող էներգետիկ ֆորումում Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ այդ նախագիծն անպայման կյանքի է կոչվելու, հղում անելով անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթին։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման շարունակում է ակտիվ քննարկվել նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Նախագծի հնարավոր տնտեսական և քաղաքական հետևանքներին անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունն ու զգուշացնելով տարածաշրջանային նոր ռիսկերի մասին։ Նրա խոսքով Հայաստանի իշխանությունը չի կարող հրաժարվել արդեն ստանձնած պարտավորություններից, իսկ ներկայացվող ծրագրերը, որոնք խոստանում են Հայաստանը, դարձնել արևմուտքն ու արևելքը կապող ամենակարճ երկաթուղային ուղին, ավելի շատ նախընտրական խոստումների են նմանվում, քան իրատեսական ծրագրերի։ Խոսքը մի ճանապարհի մասին է, որ միացնում է Ադրբեջանն ու Նախիջևանը։ Ավելին այդ հարց ամրագրված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հիմա դա ստացել է թրիպ անվանումը և ուղեկցվում է լայնամասշտաբ գովազդային արշավով։ Իրանի բացասական արձագանքի ռիսկերը նվազեցնելու համար նախագծում կարելի էր ներգրավել Ռուսաստանին կամ Չինաստանին, չհրաժարվելով ԱՄՆ-ի հետ գործակցությունից և չդիպչելով ամերիկյան նախագահի ինքնասիրությանը, կարելի է նախագիծը ավելի օգտակար դարձնել Հայաստանի համար և միաժամանակ չեզոքացնել հնարավոր ռիսկերը։ Նույն թեմային անդրադարձել է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ է դնում կառավարության ներկայացրած ենթակառուցվածքային ծրագրերը, դրանք որակելով նախընտրական հերթական խոստումներ։ Լավ, եթե ամենակարճ ճանապարհն ունենալու համար անհրաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, բա թրիփն ելում է պետք, չէ որ հայտարարում էին, որ թրիփը արևմուտքը կապելու է արևելքի հետ Բոսֆորից անծայրածից Չինաստան, Բաքու-Թբիլիսի Կարս, Կարս-Իգդիր Նախիջևան, թրիփ ու դեռ մի հատ էլ արևելք-արևմուտք, կատակ է անում, նույնիսկ Բաքու-Թբիլիսի Կարս գիծն է թերբեռնված, էլ ուր մնաց 3 համարյա զուգահեռ երկաթգծեր։ Անցնենք արտաքին քաղաքական օրակարգի թեմաներին։ Այս օրերին ակտիվ քննարկվում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, նաև Հայաստանի հնարավոր եվրոպական հեռանկարները։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը խոսել է Եվրամիությանը անդամակցության և հանրաքվեի անցկացման հնարավորության մասին։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում, նաև ուզում եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը բնականաբար պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով, որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց, համենայն դեպս մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը
անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չի, որպեսզի մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել այս ճանապարհով գնալ, թե մյուս ճանապարհով, այսինքն այսօր այդ ընտրությունը տեսական է եւ տեսական ընտրությունը հանրաքվեի դնել է, իհարկե այնքան էլ խելամիտ եւ ճիշտ չէ։ Փաշինյանի հայտարարությանը նախորդել էր Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ի շուրջ որոշ քաղաքական մեկնաբանություններ վերաբերում են ներքին քաղաքական գործընթացներին, այդ թվում ընտրական շրջանին։ Մենք ճնշում չենք գործադրում ժողովրդի վրա, հատկապես որ հասկանում ենք, որ սա քաղաքական խաղ է։ Շուտով Հայաստանում ընտրություն է։ Նրանք սա շրջանառում են որպես ընտրական հնարք, բայց ՀՀ ղեկավարությունը սխալվում է այսպես վարվելով։ Հայ ժողովուրդը պետք է շատ զգույշ լինի ՌԴ-ի եւ Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որ չկրկնվի Ուկրաինայի ճակատագիրը։ Հայաստան այցելած եվրոպացի առաջնորդները որևէ խոստում չեն տվել, միայն քննադատել են Ռուսաստանին եւ Բելարուսին։ Իսկ եվրոպական գործակցության համատեքստում Փաշինյանը խոսել է նաև էներգետիկ ծրագրերի մասին։ Փաշինյանի խոսքով Հայաստանի եւ Եվրամիության գործակցության կարևոր ուղղություններից մեկը լինելու է արևային էներգետիկների զարգացումն ու կուտակիչ կայանների ստեղծումը։ Մեծամորի ատոմակայանը 400 մեգավատ հզորություն ունի։ 2018 թվականից մինչև օրս մենք Հայաստանում ստեղծել ենք շուրջ 1200 մեգավատ արևային կայանների հզորություն։ Այդ նշանակում է 3 սուսուփուս առանց աղմուկի ատոմակայանի 3 հզորություն են ստեղծել։ Արտաքին եւ տնտեսական հարցերից անցնենք ներքաղաքական զարգացումներին։ Քարոզարշավի վերջին շաբաթն է եւ քաղաքական գործիչները ունեն 5 օր, որպեսզի ներկայացնեն իրենց ծրագրերը ընտրողներին։ Այսօր ՔՊ քարոզարշավի ընթացքում հերթական լարված միջադեպն է արձանագրվել։ Երևանի Արարատյան զանգվածում զոհվածի մայրը փորձել է մոտենալ Փաշինյանին, սակայն նրա ճանապարհը փակել են ոստիկաններն ու ՔՊ ներկայացուցիչները։ Ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, հանգստացորն է ուզում, հանգստացեք տար, չի վայելելու ինքը, երկնային դատաստան, անես իրա պատիժը, անես իրա պատիժը, անես։ Բայց սա քարոզարշավի ընթացքում արձանագրված միակ աղմկահարույց դեպքը չէ։ Ընտրությանը ընդառաջ քաղաքական մթնոլորտը շարունակում է լարվել, իսկ իշխանության հասցեին հնչող քննադատությունները ավելանալ։ Այս ֆոնին փորձենք հասկանալ, թե ինչ ճանապարհ է անցել իշխանությունը վերջին 8 տարիներին եւ որքանով են իրականացել այն խոստումները, որոնցով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության 2018 թվականին։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը փողոցից եկավ իշխանության խոստանալով նոր Հայաստան։ Հանրապետության հրապարակը լցված էր փոփոխություն պահանջող մարդկանցով, իսկ այդ մարդկանց Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին կոռուպցիայի վերացում, արդարություն, տնտեսական հեղափոխություն, ուժեղ բանակ եւ հաղթանակած Արցախ։ 8 տարի առաջ իշխանության եկած այսպես կոչված հեղափոխական իշխանությունը խոստանում էր արմատական փոփոխություններ գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ խոստումները հնչում էին ամեն օր հրապարակներում, ուղիղ եթերներում ու նախընտրական հանդիպումների ժամանակ։ Բայց այդ խոստումները այդպես էլ մնացին միայն հենց խոստում։ Ավարտին է մոտենում Հայաստանի համար ճակատագրական համարվող խորհրդարանական ընտրության քարոզարշավը։ Ուղիղ 5 եւ 8 տարի առաջ եւս նախընտրական շրջան էր։ Նիկոլ Փաշինյանը շրջում էր նույն բնակավայրերով ու կրկնում նույն խոստումները, որոնց մասին խոսում է նաեւ այսօր։
իսկ երբեմն նույնիսկ ասում է բաներ, որոնք տրամաբանական առումով հակասում են իր նախկին հայտարարություններին, հատկապես Արցախի թեմայով։ 8 տարի առաջ, 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հրավիրել էր հրապարակ ու հայտարարել. Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել։ Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու։ Իրանք իրանց հետ են շփոթում։ Այդ հայտարարությամբ Փաշինյանը ըստ էության վստահեցնում էր, որ ինքը չի եկել Արցախը հանձնելու։ Սակայն ընդամենը 1 տարի անց արդեն Ստեփանակերտի հրապարակում նա հայտարարում էր. Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այդ ժամանակ այս հայտարարությունը ներկայացվում էր որպես անբեկանելի քաղաքական դիրքորոշում, սակայն հետագա իրադարձությունները լրիվ այլ զարգացում ունեցան։ Չնայած պատերազմին 2021 թվականին Հայաստանում կրկին նախընտրական շրջան էր։ Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել էր, Արցախի մեծ մասն արդեն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե տեսնում է ավելի մեծ հնարավորություններ Արցախի հարցը հայկական կողմի օգտին լուծելու համար։ Ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ Սակայն նույն այդ երաշխավորը, որը ի պաշտոն է նաև Արցախի անվտանգության գլխավոր պատասխանատուն էր, ընտրությունից ընդամենը 2 տարի անց 2023 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարում էր. Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 տարածքային ամբողջականությունը։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Բայց դեռ 2018-ին Արցախի վերաբերյալ խոստումներն ու երաշխիքները այսքանով չէին ավարտվում։ Փաշինյանը վստահեցնում էր, որ ժողովրդից գաղտնի որևէ փաստաթուղթ չի ստորագրի եւ որևէ որոշում չի կայացնի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Երբ որ իմանամ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ եւ դուք կորոշեք, մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չեք գնում։ Փաշինյանը, որը Արցախի կեսից ավելին հանձնեց գիշերը գաղտնի ստորագրությամբ, 44 օր շարունակ հայտարարում էր հաղթում ենք, 2021 թվականի քարոզարշավի ժամանակ ասում էր. Չհավատակ, երբ որ ձեզ կասեն, թե մենք ինչ-որ բան ուզում ենք ինչ-որ մեկի տանք, մենք չենք կարող։ Փաշինյանը, որը տարիներ առաջ հայտարարում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, որը խոստանում էր վերադարձնել Շուշին ու Հադրութը, այսօր 8 տարի անց ոչ միայն հրաժարվում է նախկին ձևակերպումներից, այլև արդեն հարցականի տակ է դնում նույնիսկ Արցախի հայկական պատկանելիության մասին տարիներ շարունակ հնչեցրած սեփական թեզերը։ Արդեն Սյունիքում, որտեղից ի դեպ սկսել է նաև 2026 թվականի քարոզարշավը։ Այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը, Ղարաբաղը, Արցախը։ Ասում են հող են կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով, մի հատ բացատրեք ինչով, այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել են այնտեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։
Մինչդեռ տարիներ առաջ հենց նույն իշխանությունն էր խոսում Արցախի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների եւ պետական ծրագրերի մասին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Վարդան Սրմաքեսը Հայաստանում եւ Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում եւ զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում։ Բայց հետաքրքիր է, որ Փաշինյանն այսօր Սյունիքի մասին կրկնում է նույնատիպ ձևակերպումներ, ինչ տարիներ առաջ անում էր Արցախի վերաբերյալ։ Սյունիքը եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Սակայն Փաշինյանի կոշտ հայտարարությունները Արցախի վերաբերյալ այսքանով չեն ավարտվում։ Քարոզարշավի այս օրերին նա արդեն հստակ հայտարարում է. Չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Փաշինյանի ելույթներում հնչում են նաև կոշտ գնահատականներ ու սպառնալիքներ, սեփականությունը խլելու, վիշապի գլուխները կտրելու մասին։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռևս 2021 թվականի քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ իշխանությանը խանգարում է Թավիշը եւ խոսում էր պողպատե մանդատի անհրաժեշտության մասին, այսօր այդ նույն պողպատե մանդատով, որը մուրճի տեսք ուներ, իրեն սպասարկող մեքենայի պիկապի թափքից սպառնում է ընդդիմադիր կամ իրեն հակառակվող գործիչներին։ Մենք բազմագլուխ հետ հրեշի գլուխները ջնջխելով եկել ենք եւ ահա հասելա վերջին 3 գլուխը։ Իսկ մինչ քաղաքական ուժերը փորձում են համոզել ընտրողներին, հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Արցախի թեմայով։ Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների եւ խաղաղության հեռանկարների մասին, նա նշել է, որ ժամանակն է ընդունել նոր իրողություններն ու առաջ շարժվել։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը կրկնում է նույն այն թեզը, որը 5 տարի առաջ հայտարարել էր Իլհամ Ալիևը։ Ինչպես են Սիմոնյանի հայտարարությունները գնահատում մասնագետները, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականին հարցազրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղի պատերազմի արդյունքներից հետո տարածաշրջանը պետք է սկսի նոր փուլ։ Նրանք պետք է սկսեն ապրել նոր իրողությունների մեջ եւ գիտակցեն, որ այն, ինչ եղել է, այլևս չի կրկնվի։ Նմանատիպ միտք 2026 թվականին իր հարցազրույցներից մեկում հնչեցրել է նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տղաներ, ամեն ինչ ավարտվեց։ Հետ նայելն այլևս չի կարելի ոչ մեզ, ոչ ձեզ համար։ Սիմոնյանը հարցազրույցում ասում է, չի ցանկանում հակառակ երկրի փաստաբանը դառնալ, բայց այդ ցանկությունը չիրականացավ։ Վերջակետ ենք դնում, սեղմում ատամներն ու շարունակում ապրել։ Ինչու ենք սեղմում ատամները։ Որովհետև ցավոտ է այդ մարդկանց համար։ Նրանց համար ցավոտ չէ։ Նրանց ում։ Ադրբեջանցիների համար ցավոտ չէր։ Արցախում ապրողների ճնշող մեծամասնությունը հայեր են եղել հազարամյակներ շարունակ եւ այնտեղ ոչ միայն ապրել, կերել ու քնել են, ինչպես քարոզում է գործող իշխանությունը, այլև քաղաքակրթություն, պետականություն եւ մշակույթ ստեղծել, զարգացրել, նշում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։ Ես կարող եմ պնդել եւ հավաստի ապացույցներով ապացուցել, ըստ որը միջազգային իրավունքի տեսանկյունից, որ նրանք սխալ են մտածել։ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջան անունով պետության կազմում։ Ոչ ոք աշխարհում սա չի կարող ապացուցել։ Այդ թվում նաև ներկայիս Ադրբեջանի վարչակազմը եւ նաև նրանց շահերի սպասարկու Հայաստանի վարչակազմը։ Չկա այդպիսի որևէ պատմական տեղեկություն, պատմական փաստ, իրավական փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում, Ադրբեջան անունով պետության կազմում։ Այդպիսի փաստ չկա, դա սուտ է, դա կեղծիք է։ Ինչքան զոհվել են հայերն, այնքան էլ զոհվել են ադրբեջանցիները, ասում է Սիմոնյանը։ Թող չհարցակվեին Արցախն օկուպացնելու համար, չզոհվեին ադրբեջանցիները, հակադարձում է քաղաքագետը։ Երբ է Հայաստանը կամ Արցախը պատերազմ սկսել, հարձակվողի դիրքում եղել, հարցնում է պատմաբանն ու խոսույթը չափազանց վտանգավոր համարում։ Սա շատ վտանգավոր մեսիջ է ոչ միայն Արցախցին, այլ ընդհանրապես հայկական պետականությանը եւ մեր հայրենիքում ապրելու հեռանկարին։
Խոսելով արցախցիների վերադարձի մասին Ալեն Սիմոնյանն ասել է. Жить в Армении и все время Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա։ Այս հայտարարությամբ Սիմոնյանը հայերին տանտերից զբոսաշրջիկ է դարձնում, նշում է պատմաբանը։ Հավաքական վերադարձի միջազգային իրավական հիմքը նախ եւ առաջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի որոշումն է, որով Ադրբեջանին պարտավորեցվել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո տեղահանված անձանց անվտանգ, անխոչնդոտ եւ արագ վերադարձը։ Նաեւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքները, որոնք պաշտպանում են բռնի տեղահանվածների վերադարձի եւ սեփականության իրավունքները։ Արցախցիները իրենք իրավունք ունեն վերադառնալու իրենց պատմական հայրենիք, իրենց բնակավայրեր, իրենց տները եւ դա միջազգային իրավունքով սահմանված է։ Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի նորմերից եւ այստեղ որևէ մեկը ով էլ լինի, իր պաշտոն ունենա կամ չունենա, չի կարող դրադեմ որևէ բան դուրս գալ։ Ինքը իրավունք ունի նման առավելս որպես պետության ղեկավար միանգամից փակել է թեպան ընդհակառակը որպես պետության ղեկավար դուրս Ալեն Սիմոնյան ինքն է շահագրգռվածնելու հարցը բարձրացնել։ Դուք սա ասեմ, բխում է ոչ միայն արցախցիների շահերից, այլև Հայաստանի Հանրապետության շահից։ Այն, որ Արցախը հայկական է, անքննելի է եւ ապացույցների կարիք չկա։ Նույնքան անքննելի է նաեւ վերադարձի իրավունքն իրացնելու հարցը։ Արցախի հայությունը այո, գտնվում է իր հայրենիքում, անշուշտ գտնվում իր հայրենիքում, բայց Արցախի հայության բնորանը Արցախն է, որտեղ ապրել է, արարել է, ստեղծագործել է, պետականություն է կերտել հայ ժողովրդի Արցախյան ազգահատվածը։ Եվ մենք ընդհանրապես, ուրեմն ձեր նշած անձի անունը չեմ էլ ուզում տամ ընդհանրապես, որտեղ այդպիսի մարդիկ ժամանակավրեպ մարդիկ են եւ անկարևոր մարդիկ են։ Արցախի մենք պիտի ամեն ինչ անենք, բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, հասնելու նրան, որ դեօկուպացիայի ենթարկվի Արցախը եւ Արցախի հայությունը տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով վերադառնա Արցախ։ Մինչ Ալեն Սիմոնյանն այսպես կոչված խաղաղության նոր փուլի անցնելու մասին է խոսում, Ադրբեջանում արտահերթ քննարկում են անցկացնում թրիփը պաշտոնապես Իլհամ Ալիևի անունով կոչելու համար։ Զրուցակիցներս խաղաղությունը փնտրում են մանրադիտակով, հեռադիտակով, անզեն աչքով եւ չեն գտնում։ Գուցե Արցախում հաստատված խաղաղության կրկնության մասին են ակնարկում։ Երկիր առանց հայերի։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Փաշինյանին հարց ուղղելու փորձից հետո կալանավորված Օսիպյանը շարունակում է հացադուլը, գործն այժմ գտնվում է Վերաքննիչ դատարանում։ Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին, խնդրելով դադարեցնել հացադուլը, սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն փախած անվանելու եւ իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։ Օսիպյանի կալանքի դեմ այսօր բողոքի ակցիա է անցկացվել նախագահական նստավայրի դիմաց։ Ակցիայի մասնակիցները անժամկետ նստացույց են սկսել, պահանջելով ազատ արձակել արցախցի Արթուր Օսիպյանին։ Երեկ ցերեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները փորձել են ներխուժել Նաիրի Հողիկյանի տուն։ Ըստ մեդիա փորձագետի ՔՊ2 ներկայացուցիչներ, որոնցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, բռնություն է կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել փողոցում։ Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը եւ ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել են, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։ Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին որպես խուլիգանություն եւ հարձակում իմ տան վրա։
Փոխիկյանի հայտարարությանը արձագանքել է Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը։ Հիմնադրամը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, այն գնահատելով որպես լրագրողի իրավունքների, խոսքի ազատության եւ ժողովրդավարական արժեքների դեմ ուղղված հերթական ճնշում։ Անթույլատրելի է, որ քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ բռնության, սպառնալիքների, հայհոյանքների կամ ճնշման միջոցով փորձի լրացնել այլակարծությունը, փորձի առևանգել կամ ահաբեկել իշխանության գործողությունները քննադատող անձանց։ Նման գործողությունները չեն կարող որևէ քաղաքական կամ բարոյական արդարացում ունենալ եւ պետք է ստանան հստակ իրավական գնահատական։ Իրավապահ մարմիններից պահանջում են անհապաղ, օբյեկտիվ եւ ամբողջական քննություն իրականացնել, բացահայտել միջադեպի բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից կամ զբաղեցրած դիրքից։ Ժողովրդավարական պետությունում քաղաքական պայքարը պետք է ընթանա գաղափարների, փաստարկների եւ հանրային բանավեճի դաշտում, այլ ոչ թե բռնության, սպառնալիքների եւ վախի մթնոլորտի ստեղծման միջոցով։ Ցանկացած փորձ լրացնելու լրագրողներին, փորձագետներին կամ հասարակական գործիչներին հարված է ոչ միայն կոնկրետ անձին, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքին եւ Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրահանգել է հարվածներ հասցնել Բեյրութի Դահիա թաղամասին, դա հիմնավորելով Հեզբոլլահի կողմից հրադադարի խախտումներով։ Միաժամանակ Վաշինգտոնը փորձում է կանխել իրավիճակի հետագա ամերիկյան կողմը Իսրայելին եւ Լիբանանին առաջարկել է հրադադարի նոր նախաձեռնություն, որի նպատակը ռազմական գործողությունների ընդլայնումը կանխելն է։ Մինչ տարածաշրջանում շարունակվում են ռազմական եւ քաղաքական զարգացումները, Վաշինգտոնը փորձում է առաջ տանել նաեւ Իրանի հետ բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության հասնել եւ կոչ է արել ներքաղաքական հակառակորդներին չխոչընդոտել բանակցություններին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իրանի տեղորոշիչ կայանին եւ անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին, ի պատասխան ինչպես իրենք են պնդում Իրանի ագրեսիվ գործողությունների։ Իր հերթին Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային։ Պաշտոնական Թեհրանը սպառնացել է այլ ավելի լայնամասշտաբ պատասխան տալ, եթե նման գործողությունները կրկնվեն։ Պատերազմի նոր փուլում թշնամին ձգտում է պառակտում ստեղծել եւ ոչնչացնել Իրանի համախմբվածությունը, փոխհատուցելու իր ռազմական պարտությունը եւ մեզ պարտադրելու հանձնվել։ Ինչ ունայն մոլորություն հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղարիբաֆը։ Նա նշել է, որ մեծ եւ պատմական Իրանի ժողովուրդն այսօր գիտի, որ գտնվում է զգայուն եւ պատմական հանգրվանում, որին կնախանձեն ապագա սերունդները։ Իսրայելական զորքը 26 տարի անց կրկին վերահսկողության տակ է առել Լիբանանի հարավում գտնվող Բոֆորի ամրոցը, տարածաշրջանի կարևորագույն ռազմական հենակետերից մեկը։ Լիբանանի իշխանությունները դատապարտել են իսրայելական գործողությունները, դրանք անվանելով իրավիճակի վտանգավոր սրում, մինչդեռ Իսրայելը հայտարարում է, որ գործողությունների նպատակը Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումն է։ Նեթանյահուն հրամայել է ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում։ Իմ հրամանն է խորացնել եւ ընդլայնել վերահսկողությունը նախկինում Հեզբոլլահի կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ, ասել է նա։ Իսրայելի վարչապետը նշել է, որ իսրայելական բանակն ակտիվ է բոլոր ճակատներում, այդ թվում Սիրիայում, Գազայում եւ Լիբանանում։ Թել Ավիվը նրա խոսքով անվտանգության գոտիներ է ստեղծում իր բնակավայրերը պաշտպանելու համար։ Աստված մի արասցե, որ Բելարուսի տարածքի վրա ռազմական հարձակում իրականացվի որևէ տարածքից։ Ուկրաինայում պատերազմը կստանա բոլորովին այլ բնույթ, հայտարարել է Բելարուսի նախագահ Լուկաշենկոն։ Ռումինիայի հարավ-արևելքում մայիսի 29-ի գիշերը բնակելի շենքի բախված անօդաչու սարքը ռուսական արտադրության է, հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։ Նա հրապարակել է անօդաչու սարքի բեկորների լուսանկարները, դրանցից մեկի վրա գրված է Գերան 2։ Ճապոնիայում ստեղծել են ամենաիրատեսական ռոբոտ ձին։ Էստոնացի լարախաղաց Յան Ռոուզենն էլ գրավել է մամուլի ուշադրությունը, հաջողությամբ անցնելով Լեհաստանի 2 ամենաբարձր երկնաքերերի միջև ձգված պարանի վրայով։ 180 մետր բարձրության վրա նա հաղթահարել է մոտ 500 մետր տարածք, Վարսո աշտարակից հասնելով մշակույթի եւ գիտության պալատ։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։